համեղություն, ընտիրություն։ Դե սիրելիներս, եթե ձեզ դուր եկավ մեր պատրաստած ուտեստը այսօրվա, դե եկեք գնանք միասին պատրաստենք։ Բարի օր, ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստեմ բանջարեղենային ուտեստ, ուղղակի բանջարեղենով, ուրիշ ոչինչ, բրինձի հետ, եթե ցանկություն ունեք բրինձի, եթե ցանկություն ունեք բլղուրի, ոնց ուզեք։ Սա ուղղակի բանջարեղենն եմ պատրաստում, դուք հետը ինչ որ կուզեք, պաստա կուզեք, ինչ որ կցանկանաք, պատրաստեք եւ կերեք միասին։ Ունեմ այստեղ սիրելիներս, սմբուկ կտրատել եմ, Գեղեբահան եմ արել, կտրատել եմ, պատրաստ է։ Ունեմ երկու տեսակի քաղցր պղպեղ, կանաչ եւ կարմիր, սող եւ լոլիկ, գեղեբահանած լոլիկ։ Հիմա ամենասկզբից տնելու եմ տապակվի սոխը։ Վերցնում եմ քիչ, յուղը շատ քիչ եմ անում, քիչ ձիթապտղի յուղ եւ լցնում եմ սոխը։ Այսպես։ Տապակը արդեն տաքացած է։ Նայեք, սիրելիներս, պատրաստում եմ բլղուր վերմիշելի հետ միասին եւ պատրաստել եմ բրինձ ընտանիքի անդամներից, որը ինչ կցանկանա, թող դրանով էլ ուտի։ Ես պատրաստել եմ բրինձ եւ վերմիշել, ես ուտելու եմ բրինձով։ Հիմա սիրելիներս, գցում եմ մի քիչ աղ սոխի վրա, գիտեք բոլորը, որ ես սոխի վրա աղ եմ լցնում։ Մի քիչ աղ եւ լցնելու եմ մեր սմբուկը հիմա, որպեսզի սմբուկը տապակվի սոխի հետ։ Հիմա սիրելիներս, արդեն սոխը տապակվեց, սմբուկը լցրեցինք, ջերմաստիճանը ցածրացրեցի ու հիմա դնելու եմ, որպեսզի մի քիչ սմբուկը հեփվի։ Հեփվելուց հետո նոր կլցնեմ պղպեղը ու լոլիկը։ Հիմա ժողովուրդ ջան, արդեն եղավ տապակվեց, ահագին, հիմա պետք է լցնեմ աղ քիչ ու լցնեմ սև պղպեղ, վերջում լցնելու եմ կարմիր պղպեղ մի քիչ է, հիմա չէ, ամենավերջում, կլցնեմ մի քիչ տապակեմ ու կանչատեմ կարմիր պղպեղը, հիմա լցնում եմ մեր թարմը պղպեղը, երկու գույնի, կանաչ կարմիր, երկուսն էլ քաղցր, ու թողնում եմ էլի, որ երկուսը միասին տապակվեն, հետո կլցնեմ արդեն լոլիկը։ Ցանկացողները, սիրելի ժողովուրդ, թող լցնեն սխտոր, ովքեր որ սիրում են, ցանկացողները թող լցնեն։ Մենք չեմ լցնում, որովհետև այսօր մեծ թորս տաննա եւ պետք է ուտի ու ինքը առանց սխտորի ավիճան, որովհետև ունի դրանից հետո եւ սև պղպեղ։ Հիմա փակեմ ու թողնեմ լավ տապակվի։ Սմբուկը պետք է լավ էթի։ Նայեք, արդեն տապակվեց։ Հիմա լցնում եմ լոլիկը։ Թողնում եմ լոլիկը մի քիչ տապակվի, սմբուկի եւ ամեն ինչի հետ, ինչ որ կա մեջը։ Տապակվելուց հետո նորից կմիանամ ձեզ, մեկ հատ մի քիչ կխառնեմ, հետո կմիանամ ձեզ եւ արդեն ամենավերջում, որ արդեն պետք է անջատեմ, գցելու եմ կարմիր քաղցր պղպեղ ու անջատեմ, մի 2 վայրկյան տապակվի ու անջատեմ, որովհետեւ ինչու համար եմ այդքան ուշ լցնում կարմիր պղպեղը, որովհետեւ եթե երկար հետը էփվի, դառնացնելու է։ Այս ուտեստին դառնացնում է։ Դրա համար գցում եմ կարմիր պղպեղ, վերջում 2 վայրկյան, մի հատ շուռ եմ տալիս, տապակում եմ ու անջատում եմ։ Հիմա ժողովուրդ ջան, արդեն համարյա թե պատրաստ է։ Հիմա լցնելու եմ կարմիր քաղցր պղպեղ։ Հիմա որոշներն են կմտածեն, կասեն, Ռոզա տատիկ, խորոված, սմբուկը, պղպեղը, էս է վիա, լոլիկը, այո, բայց նա խորոված է, պետք է կրակ վառեմ, պետք է պատրաստեմ, բայց սա անմիջապես էսպես, հենց էսպես, շուտ, ավարտվող, ասենք մի թեյի գտալ պղպեղ, թերիք, բավական է այս։
Ամեն ինչ տեղն է։ Ամեն ինչ տեղին, սիրելի ժողովուրդ, սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ է, փորձեք անպայման, ցանկացողները կարող են նաև թարմը կանաչի լցնել, մենք որ լցնում ենք, մի քիչ համը փոխվում է, չեմ, ուզում եմ հետ իրա բնական համով մնա, դրա համար էլ կանաչի չեմ գցում, դե հիմա համտեսեմ, ժողովուրդ ջան, և ձեզ ասեմ, ես ուտելու եմ բրինձով, համտեսում եմ, ձեր ներկայությամբ, համեղություն սիրելիներս, ընտիրություն, պատրաստեք, բրինձի հետ շատ համեղ է, փորձեցի ես բլղուրի հետ էլ շատ համեղ էր, ուղղակի ես բրինձ եմ նախատեսում ինձ համար, անպայման պատրաստեք, ես ուրախ կլինեմ, որ պատրաստեք և գրեք, որ Ռոզատատիկ պատրաստել ենք, շատ համեղ է եղել, ես ճիշտ եմ, կամ սխալ եմ, ինչ է մնում մեզ, մեզ մնում է սիրելիներս, հետևել, հավանել և տարածել, թող բոլորն էլ տեսնեն Ռոզատատիկի պատրաստած բանջարեղենային ուտեստը, որ կարելի է ամեն ինչի հետ ուտել սիրելիներս, սիրում եմ ձեզ, սիրենք իրար,